Վանացայնեն բարև ձեզ արկելու ընտիրներ։ Լիբանանահայ խմբերգային արվեստահայտակրով ձեզ հետ են Մարալը եւ Սայնե հաղորդավար Ժորժինան։ Հիշեցնեմ, որ սույն հաղորդաշարը հիմնված է Ռուբինա Ալահայդոյան Արտինյանի պատրաստած համանուն գիրքի վրա։ Այսօրվա հայտակրով, ինչպես նաև հարաճիգա շաբաթներուն, պիտի ներկայացնենք Մեծիդան Անգելիոյ աթողոսության շնորհալի երգչախումբը, որոնց խմբավարությունը ստանձնած են Զարե Սրբազան Ազնավուրյան, Գևորգ Կանդահարյան, Գոմիդաս Վարդապետ Օհանյան, Մեղրիկ Ապեղա Փարիկյան, Բարտև Ապեղա Գյուլումյան, Զաքար Քեշիշյան, Թորքոն Վարդապետ Դոնոյան, Կարեկին Վարդապետ Շխրդմյան եւ Զավեն Ապեղա Նաջարյան։ Հետևաբար հերթապար պիտի ներկայացնենք խմբավարները։ Հաջելի ումտուչան մախտանքով գանստիմ հայդակրի կորզատուչան։ Զարե Սրբազան Ազնավուրյան Զարե Վարդապետ Ազնավուրյան շնորհալի երգչախումբի համահիմնադիր փոխխմբավարի պաշտոնը կստանցնե 1973-ին 1977-ին մինչև իր Գիբրոս մեգդումը իբրև Գիբրոսի հայոց թեմի գաթողիկոսական փոխանորդ Ան գանուխ դարիքեն խորունգ սեր կցուցաբերե եկեղեցական արարողությանց ու երաժշտության հանդեպ եւ մաս կգազմե Բեյրութի Սուրբ Հակոբ եկեղեցվո դբրած 10-ին որպես տբիր 1960-ին, երբ անգընդունվի Մեծիդան Անգելիոյ գաթողիկոսության տբրևանքը, հոն իր ուսման դարիներուն անգթարնա դաղանթավոր աշակերտ։ Իր տբրևանքի ուսուցիչներ են Գևորգ Կանդահարյան, Զարե Վարդապետի ուսանողության դարիներուն մասին կվկայե։ Խելացի բարգեշտ ուսումնադեն չավադացյալ ուժեղ նկարակրով եւ եկեղեցու մեջ իսկ հեղինակություն եղող աշակերտ էր։ Գրծած էր բոլոր ընկերները իր շուրջ համախմբել եւ զարգ տալ հոգեվոր երաժշտության, շարականներու եւ բադարակներու անհատնում փորձերու։ Իսկ իր տբրևանքի եվրոպական ցայնակրության եւ եկեղեցական երաժշտության ուսուցիչը ասկակրակետ երաժիշտ Գրիգոր Պիդեջյան կվկայե։ Բադանի Մինաս Ազնավուրյան օժտված էր նաև երաժշտական շնորհներով, գսկայի իր ունեցած հadouk սերը երաժշտության հանդեպ ու այդ պատճառով չափազանց հարգալից վերաբերմունքը անձիս նկատմամբ, ինչ որ կբացատրեի, կսորվեցնեի, գարձեք սպունքի նման ամբողջությամբ կծծեր, ուներ երաժշտական լավ եւ սուրագանջ, ինչպես նաև գեղեցիկ ու ախորժալուր որակով ցայն։ 1966-ին տբրևանքի ուսման ընթացքը շարունակելով Մինաս կցերնաթվի ապեղա դառնալով դեր Զարե ապեղա իշադակ երանաշնոր դեր Զարե գաթողիկոսին եւ կգարկվի Անտիլիասի Մարտաջարի տբրաբեդ եւ տբրևանքի հսկիչ Միաժամանակ անգսկսի իր երաժշտական ուսումը զարգացնել հետևելով երաժշտական դեսական եւ կորզնական դասերու Լիբանանի pedagogan երաժշտանոցի մեջ ու շնորհիվ իր համար աշխատանքին եւ դաղանթին 5 տարվա ծրագիրը գիրակորձե 4 տարի են Վանկի մեջ շնորհիվ իր ունեցած անհուն սիրուին եկեղեցական շարականներուն հանդեպ ան գամփարե եկեղեցու երաժշտագիտության խորունկ ծանոթություն 1969-ին Զարե Վարդապետ կստանա մասնավոր վարդապետության աստիճան եւ 1969-ին 1972-ին իր աստվածաբանական պարսակույն ուսումը կստանա Հռոմի մեջ, ուր գեբսագավոր աստվածաբանության դիդրոսին արժանանա 1972-ին վանք վերադառնալով դարձյալ կգոչվի տբրևանքի հսկողության պաշտոնին ու գլծվի դասավանդության եւ ստեղծագործական լուրջ աշխատանքի 1973-ին, երբ կստեղծվի շնորհալի երգչախումբը, Զարե Վարդապետին եւ Գևորգ Կանդահարյանի ջանքերով, Զարե Վարդապետ հոգով սրդով աշխատի իր երգելու սերը, մանավանդ ազգո դամ մեջ երգելու իր սկացած երանությունը փոխանցել երգչախումբի անդամներուն։ Ան խստաբահանջ բծախնդրությամբ կսորվեցնե սուբ պատարակին ընթացքին երկվող շարականները եւ կշեշտե հետեւողական փորձերու կարեւորության, որբեսի կարելի է լա պատարակի ընթացքին ներկայացնել անտերի երկեցողություն։ Ան հաջող Անտիլիասի Մարտաջարին եւ Բիգֆայայի մադրամ մեջ անցամբ մեծ խանդավառությամբ կմասնակցի պատարակի երկեցողության։ 1975-ին սկսած քաղաքացիական գրիվները անընդհատ կշարունակվին եւ այդ դարիները դարաբանկի դարիներ կլան Լիբանանահայության համար, սակայն չեն գնար գազմալուծել երգչախումբը։ Երկրի այդ դժվար գացության ժամանակ Մարտաջարի տբրաբեդ հոգեշնոր դեր Զարե Վարդապետ Ազնավուրյանի ղեկավարությամբ Գոմիդասյան բادرակի երացան երկեցողությունը կսորվին եւ կգադարեն տբրևանքի ուսանողները եւ մայրավանք մեկդեղված միապան հայրեր։
Ան նաև ոգևորությամբ կսորվեցնե եւ կպատրաստե երգչախումբը երկելու կարացային բադարակը, աբազային գդարելու Բադի Վգուդա երգչախումբի հիմնադիր ղեկավար Գևորգ Կանդահարյանին։ Հայ կիրքի ցուցահանդեսին օրը 30 հունիս 1977-ին երեկոյան ժամերկության ավարտին վեհապարը միապանություն եւ ներկա կրասեր հասարակությունը գահավաքվին Մայր Դաջարի շրջապագը եւ գունընտրեն Գաթողիկոսարանի շնորհալի երգչախումբը ղեկավարությամբ Զարե Վարդապետ Ազնավուրյանի։ Երգչախումբը խոր ապրումով գերկե հայ մշակույթին ծնված խմբերքներ, ով մեծաշխանց եւ որգ զարտարեցին։ Զարե Վարդապետ իր ստանցած բազմաթիվ պաշտոններուն զուգահեռ մեծ ներդրում կունենա հայ եկեղեցվո հոգևոր ժառանգություններու պահպանման աշխատանքի մեջ, լույս ընծայելով հոգևոր, թարգմանական, ուսումնասիրական եւ երաժշտական հրատարակություններ։ Հայ արաքելական բոլոր եկեղեցիներու մեջ միացև եւ կանոնավոր երկեցողություն ապահովելու մտահոգությամբ ան Անտիլիասի մեջ երկվող հոգևոր երաժշտությունը եվրոպական նոտակրությամբ կցայնակրե, կմշակի ավակ շապտվան մեծ բահոց գիրագիներու եւ այլ շարականներ, կտաշնավորե գարկմը մեղեթիներ, դաղեր ու կանցեր։ Այսպես Զարե Սրբազան կորզակցությամբ Օշագան Վարդապետ Չոլոյանի Անտիլիասի դբարանել լույս կնձայե շարականներու 3 հադորներ 1974-ին Եգմալյան եւ Գոմիդասյան սուրբ պատարակներու ցայնակրյալ երկեցողության հադորներ, որոնք կվերահրատարակվին 2001-ին։ Հայաստանի մեջ քրիստոնեության pedagogan գրոն հռչակման 1700-ամյակին առիթով Զարե Սրբազան Մեդիդանն Գիլիգիո Գաթողիկոսության հրաբարակած հոգևոր երկերեն գազմված երկու խդասալիկներ գնվիրե Եղեռնի զոհ կացած հայ ժողովրդին։ Այս երկերը մեծ մասամբ Սրբազանին ստեղծագործություններն ու մշակումներն են։ Երկեցեք միշտ մանուկներ եւ նոր դարվան եւ սուրբ ծննդյան երկեր։ Շնորհալի երգչախումբի համերգներու ընթացքին երկվին Զարե Սրբազանի հորինած կամ տաշնավորած երկեր են։ Իր վախճանումեն յետ ավանդություն դարձած է իր խարն խումբի համար տաշնավորած Գիլիգիա երկով ավարտել համեր կամ անտիսություն։ Զարե Սրբազանի հորինած շարական ապրիլյան նահատակած գործը մեծ Եղեռնի զոհ կացած հայ ժողովրդին համար գրված շարականներու շարք մնե, որ առաջին անգամ երկվի Հայաստանի մեջ ցեղասպանության 100-ամյակի եկեղեցական մեծաշուք հիշատակության հանդիսության ադեն։ Բազմադաղանց կղերական իմպերիոն գործունեությունը անժամանակ կընդհատվի անողոք հիվանդության պատճառով։ Ան իր աչքերը կփակե այս աշխարհին ուրբաթ 30 ապրիլ 2004-ին։
Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսության երաժիշտ միապան հոգելույս Զարե arczepiskopos Ազնավուրյանի վախճանում են 1 տարի ետք, Գիրակի 29 մայիս 2005-ի երեգոյան ասկային Եղիշե Մանուկյան վարժարանի սրահի մեջ նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին վեապար Հայրաբեդին հովանավորությամբ դեղի կունենա հիշադակի համերգը Զարե սրբազանին հորինած ու մշակած երգերու գազմագերբությամբ կաթողիկոսարանի շնորհալի երգչախումբին, գդարողությամբ շնորհալիին եւ Տբրևանքի Սանուց երգչախումբերուն եւ ղեկավարությամբ հոգեշնոր դեր Բարտե Վարդապետ Գյուլումյանի։ Այս հիշադակի համերգին իր մասնակցությունը կբերե նաև համասկայնի Գարգաչ մանկաբադանեգան երգչախումբը ղեկավարությամբ Զաքար Քեշիշյանի։ Այս համերգի առաջին բաժնով ելույթ կունենա Տբրևանքի երգչախումբը, որ կգադարե Զարե սրբազանի տաշնավորած երգերեն 5 հատ, որս խորուրդ, նույն եւ նման, օրհներ սկեզ, աշակերտ Քրիստոսի եւ նմանյալ Մովսեսի եւ հորինած երգերեն 5 հատ, հոս մնայուն քաղաքչունինք, հանգչեցուր զիստեր, Փարք Կեզի, Ահագուկա եւ Քոհուչյան երգ։ Մենագադարներն են Հրայր Սարգսակ Բեդուրյան, Համազասպ Մաթոյան եւ Թրոս Սարգսակ Դոնոյան։ Համերգի հաջորդ բաժնով Գարգաչ երգչախումբը Տաշտագեն գերակցությամբ Կամիլա Երգանյան Քեշիշյանի Գերկե սրբազանին մանուկներուն համար հորինած երգերեն 3 հատ՝ Ալելույա, Օրոր Հիսուս մանուկին եւ Սիրուն հրեշտակներ։ Հիշադակի համերգին 3-րդ բաժնով շնորհալի երգչախումբը կներկայացնե Զարե սրբազանի հորինած տաշնավորած կամ մշակած երգերեն 17 հատ։ Աղոտք, Մուսալերնցիներու Քայլերք, Այսօր Դոնե Սուրբ Ծննդյան, Խորուրդ մեծ, Վարանիմ իմեղած, Ով Բարդիզբան, Այսօր Նոր Արև Հարգյալ, Նորոկե Զիս հաղորդությամբ, Հորթարած Սեր, Հարյավ Աստված հրաշաբես, Էջ Միածին, Երկ Պարապանությամբ, Քահանայք, Իվերին, Հայրմեր, Գիլիգիա եւ Մախտերք Հայրաբեդական։ Մենագադարներն են Սարպիկ Էլեշյան, Շողիկ Տորոսյան եւ Համազասպ Մաթոյան, իսկ տաշնագահարները Սիրվարդ Բոյաջյան եւ Հասմիկ Կասպարյան։ Գիրագի 3 մարտ 2019-ի երեգոյան Անտիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր դաջարի մեջ դեղի կունենա հոգելույս Զարե arczepiskopos Ազնավուրյանի երաժշտական վաստակին նվիրված սրբազան համերգ հովանավորությամբ նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին կաթողիկոսին եւ գազմագերբությամբ կաթողիկոսարանի քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին։ Համերգին ելույթ կունենան կաթողիկոսարանի շնորհալի եւ մանկաբադանեգան նարեգացի երգչախումբերը հոգեշնոր դեր Զավեն Ապեղան Ալջերյանի ղեկավարությամբ։ Շնորհալի երգչախումբը 50 անդամներով կգադարե Զարե սրբազանի ստեղծագործություններեն 11 երգ։ Դերունական աղոթք, որս խորուրդ, նույն եւ նման, աշակերտ Քրիստոսի, Հարյավ Աստված հրաշաբես, Ով Բարդիզբան, Աստծո զավակներ, Ով Երանելիտ, Նայա Իմեզ, Երկնավոր հայր եւ Ցոն։ Մանկաբադանեգան նարեգացի երգչախումբը 50 անդամներով կմեկնաբանե Զարե սրբազանի հորինումներեն մանուկներու նվիրված 5 երգեր՝ Օրոր Հիսուս մանուկին, Բեթլեհեմի աստղին, Նվեր մանուկ Հիսուսին, Սիրուն հրեշտակներ եւ Ուրախ եղիր։ Այնուհետև երկու երգչախումբերը միադեղ կհնչեցնեն դեր ողորմյա եւ Փարք Կեզի աղոթները։ Սրբազան համերգի ընթացքին դեղի կունենա հոգելույս Զարե սրբազանի երաժշտական ժառանգություն հադորներուն եւ կաթողիկոսարանի դբարանեն լույս տեսած եւ միապանության գոմե աշխատասիրված հայ մարդուն հոգեվոր երկարանին ներկայացումը հադորներու խմբակիր Կերաշնոր դեր Մեղրիկ եպիսկոպոս Փարիկյանի գոմե։ Սրբազան ամերիկի ավարտին վեապար Հայրաբեդը իր փակման խոսքի մեջ հոգելույս սրբազանի մասին խոսելով գնդկծե անոր դիբար եկեղեցականի բազմաշնոր մտավորական ու երաժշտակետի եւ Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսության եւ ընդառաջ հայ եկեղեցվո ցանկի եկնագամարին վրա փայլող աստղերը մեգա ըլլալու եւ միշտ մնալու հանգամանքը։ Նորին սրբությունը իր խոսքը գեզրապագե հաստատելով Գոմիդաս Վարդապետեն յետ կերաշտական ցանկի մեջ մեզ վաստակ ունեցող Զարե սրբազանը մեր երկրորդ Գոմիդասն է, հոգևոր, մանկական ու ասկային երաշտական բնակավարներեն ներս իր գդարած բազմաթիվ հորինումներով ու վշակումներով։ Սա ամենայն հբարդությամբ ու ուրախությամբ կհաստատենք, թող Աստված իր երկնային օթևաններու մեջ հանգչեցնե իր հոգին։ Անկնահատելի է Զարե սրբազանի վաստակը հոգևոր երաժշտական ցանկի մեջ ընդհանրապես հատկապես անոր ունեցած ցերը շնորհալի երգչախումբի գազմավորման եւ հարադեվման մեջ։
Գևորգ Կանդահարյան Գևորգ Կանդահարյան իր ամբողջ կյանքը իր աշակերտական օրերը մինչև այս աշխարհը մեկնումը Գաբրի Գիլիգյոգաթողեկոսության տբրևանքի մեջ։ Ան 1939-ին 14 տարեկանին տբրևանքը դուվի եւ արդեն այդ տարիները մասնավոր սերգուցուցապեր է երաժշտության եւ մանավանդ հայ հոգեվոր երաժշտության հանդեպ։ Ան տբրևանքի մեջ բարեփոխություն ունենա աշակերտելու երաժշտակետ Շահան Բերբերյանի, սակայն տբրևանքի 8-ամյա ուսումը ավարտել է յետ, բադեհություն չունենար գդարելակորձելու իր ուսումը։ Ան գտարնա ուսուցիչ նույն տբրևանքի մեջ, ուր ինք ուսանած էր։ Ինքնաշխատությամբ եւ իր հարադեպ ջիկերով Կանդահարյան իր ստացած գիտելիքները կամփոփչացնե եւ գհմդանա հայ երաժշտության մեջ։ Կանդահարյան տբրևանքի մեջ իր 50-ամյա մանկավարժական կորձնեության ընթացքին գերդե հոգևորականներու փաղանքը, որում մեջ կան մեկ ավելի վեհապարներ։ Կանդահարյան իր գրտական բազմաթիվ եւ բազմազան ծառայություններուն զուգահեռ 40 երկար տարիներ գնվիրվի հայ ասկային եւ հոգեվոր երաժշտության դարածման նվիրական կորձին, հիմնելով եւ ղեկավարելով երգչախումբեր։ Երբ 1973-ին Կանդահարյան գհրավիրվի հիմնելու շնորհալի երգչախումբը, ան արդեն դարիներու երաժշտական փորձառություն ուներ։ Հիմնած էր շարք բազմացան երգչախումբեր՝ Հալեբի Զվարթնոցը 1956-ին, Գոմիդասը 1957-ին 1963, Գանաչյանը 1968-ին եւ Անջարի Գոմիդասը 1972-ին։ Կանդահարյան իր երաժշտական կորձնեությունը գսկսի Հալեբի մեջ, ղեկավարելով Հալեբի 40 մանգանց եկեղեցվո տբրած 10 եւ հիմնելով Հալեբի Զավարյան վարժարանի, Քարենյեպե ջամարանի եւ ապա ուսանողաց միության երգչախումբերը 1953-ին, 1954, Զվարթնոց երգչախումբը 1956-ին եւ համերգներ տալով Հալեբի ու Հոմսի մեջ։ Բեյրութի մեջ իր խմբավարական ասպարեզի առաջին քայլը գլա հիմնել 60 հոգինոց երգչախումբը, Զորգողոչե Գոմիդաս։ 1960-ի 23 փետրվարին ամերիկյան համալսարանի ժողովասրահի մեջ դեղի ունենա Գոմիդաս երգչախումբի առաջին համերգը բարձր հովանավորությամբ նորին Սուրբ Օծություն դեր Զարե առաջին կաթողիկոսի եւ նախակահությամբ դեր Խորեն arczepiskopos Պարոյանի։ Համասկայինի քաղաքի վարչության գազմագերբած այս երգչախմբային համերգին ղեկավարն է երդասարդ խմբավար Գևորգ Կանդահարյան։ Համերգի հայդակրի մաս կգազմեն Գոմիդասի, Գանաչյանի, Բատմակրյանի, Ալեմշահի, Բալյանի, Ալթունյանի եւ Պիդեջյանի կորձերը։ Ներկաները ուրախությամբ կընկալեն մեներկողներուն դեղը հավատք եւ երանտ ունեցող նոր ուժիմը Երևան կալուն բարգեված հաջույքը, սակայն հուսախապ գլան նոր ամպործ խումբին սամանապակ կարողություններեն, երբ երգչախումբը կմեկնաբանե մեկ ավելի դժվար գդորներ Գանաչյանին անորը եւ Թալիլոն, Բատմակյանի Յալալին եւ Գոմիդասի Քութաներկը եւ Սիփանակաչերը։ Գրիգոր Պիդեջյանի Տերիգոն հաջողությամբ կմեկնաբանվի։ Այս առաջին համերգի մասին այ օրաթերթի հոդվածակիրը գկրե։ Խորքի մեջ բարոն Կանդահարյանին համերգը թե հետաքրքրական եւ թե հիասթափեցնող էր։ Հետաքրքրական, որովհետեւ նոր ուժ մեջտեղ գուկա։ Անհավատ ունի ու երանտ, գսիրե հայ երգը, իր հետ 60 երդասարտուհիներ, որոնք ջազի այս աշխարհի մեջ դեղ գուդան դագավի մերկեղճուկ երգերուն։ Վերջին ձայր հուսացրիչ երևույթ է։ Հիասթափեցնող նույն ադեն զուտ արվեստի կետնի վրա, որտեղ բարոն Կանդահարյան իր հայդակրի մեջ արձանագրած երկերուն որագին բարձրության չգրծավ հասցնել նորեգներու խումբը, քոնե Գոմիդաս, Գանաչյան, Բատմակրյան երիակ երկահաններու վերապերմամբ։ Աբա մանրամասնորեն նկարագրել է այդ համերգի յուրաքանչյուր մաս անգկրե։ Այսպես ուրեմն եզրափակելու համար համերգին հարաճ բերած ուսախապությունը պետք չէ բնավ վերակրել բարոն Կանդահարյանի գարելիություններուն։ Անոր չիբաքսիր խումբը վարելու կարողությունը, հանցանքը սխալ ընդրության մեջ է, զոր գարելի է թյուրավ սրբակրել աբակային։ Երբ բարոն Կանդահարյան լավ հավասարագշե իր հայդակիրը եւ մանավանդ զայն չձան ռապերն է, երկու հայդակիր պատրաստած էր, գրնագոգիկ դեղ մկրավել խմբավարներու շարքին։ Oh
13 ապրիլ 1961-ին Գևորգ Կանդարյանի Կոմիտաս երգչախումբի երկրորդ համերգը դեղի կունենա Collège de la Salle սրահին մեջ նորին սուրբ օծություն դեր դեզարե առաջինի հովանավորությամբ, որ անցամ ներկա գլա։ Հայդակրի մեջ մեծ հաջողությամբ կմեկնաբանվին Կոմիտասյան խմբերքներ Յարջանարի, Էսօր Ուրպատե, Սարերի որով քնած, Էսկիշեր լուսը դեսա եւ Գալերկ։ Հայդակի լավակույն երկված երկը գանտիսանա Գանաչյանի օրորը, որում մեներկի բաժինը կգադարե Արփինե Պեհլիվանյան։ Գանաչյանի Շուշոն երկբի բավական լավ գերբով։ Ալտունյանի երկերը Հոպինա, Նազանյար, Դույդույ, Աբարան, Թոյ ներքիզ, Դղազավեն եւ Յամանյար երկվին գրեթե անթերի գերբով ստեղծելով խանդավառություն։ Անտիլիասի միապաններեն Գրիգոր Վարդապետ Պիդեջյանի Գիլիգիա եւ Վույ Արնումեմ երկերը մեծապես կքննադվի, ինչպես նաև Ալեմշահ, Հունց Քսատյան, Արարատյան, Հովդիերք, Սյունի, Վուշվուշ, Միրզոյան, Մերարազի Ափին եւ Կոզալյան Ձիձեռնակ երկերը։ Երկչախումբի մեներկիչներն են Գևորգ Բուրսալյան, Հասմիկ Հովսեփյան, Գրիգոր Դեդեյան, Սոսի Մինասյան եւ Զվարթ Մարգոսյան։ Այդ օրաթերթի հոդվածակիրը այս համերգի մասին կգրե։ Գևորգ Կանդահարյան իր այս պատրաստած համերգով եկավ ցույց տալու իր խմբավարի անվիճելի արժանինքները։ Երիտասարդ խմբավարը գտվի, թե իր այս հայտնությունը կատարելի առաջ հաջող եւ գեղեցիկ արդյունք մտցեք ցկելու կովելի նախանցախնդրությամբ անաղմուկ բավական երկար ժամանակ հատկացուցած է խումբի պատրաստության եւ երկերու հարազատ մեկնաբանության համար։ Պարսա Գանաչյանի մահեն 1967-ին, մեկ տարի հետ 1968-ին Գևորգ Կանդահարյան կգազմե նոր երգչախումբը զորգոգոչե մեծանուն Վարպետի անունով Գանաչյան։ 30 մայիս 1968-ին ամերիկյան համալսարանի Չեպելի մեջ դեղի կունենա համասկայնի երաժշտական կենտրոնական անձնախումբի նախաձեռնությամբ նորագազմ Գանաչյան երգչախումբի առաջին համերգը ղեկավարությամբ Գևորգ Կանդահարյանի։ 52 օկինոց երկչախումբը Լիբանանյան քայլերքեն յետ կմեկնաբանե Գոմիդաս Կուտաներկ, Կաղաներկ, Յարջանարի եւ Սիպանակաչեր, Ալտունյան, Սրդիկ Մալուլ Միմնա եւ Չաղացի Պոլոր Գանաչ, Բատմակրյան Յալալի, Զաքարյան Գանաչել են արդերը եւ Յարգ Գոնդաս, Սատյան Հանկակորձների երգ, Մազմանյան Գարմիրվարդ եւ Ճախչի Թռնով։ Սիպանակաչեր եւ անկակորձների երգը մեծ ընդունելության եւ երկարադեպ ձապարության գարժանանան եւ այս վերջին երգը, որում մեներկոն է երդասարդ խոսմնալի ուժմը Գարբիս Բոյաջան, գգրգնվի ներկաներուն փուն ձապերեն յետք։ Հայդակի երկրորդ մասը ամբողջությամբ նվիրված է Գանաչյանի ստեղծագործություններուն՝ Հոյնար, Օրոր, Սոսի եւ Նանոր։ Երկար ձապարությունները յետ, որպես ավելյալ գդոր, երկչախումբը երգե Խուժան Ասկյար ազգայնաշունչ երգը։ Երկչախումբի մեներկոներն են Աղավնի Դեր Աթամյան, Անահիտ Մարուխյան, Հասմիկ Քեչեջյան, Գրիգոր Ստամբոլյան, Գարբիս Բալաղանյան, Մարի Պարտամյան եւ Գարբիս Բոյաջան։ Այս համերգի ընթացքին հայտնաբերված բարիտոն Գարբիս Բոյաջան 21 տարեկանին Իտալիա մեկնելով եւ իր երաժշտական ուսումը Բոլոնյո մեջ կատարելագործելով գտարնա օպերայի ասխմը Ձանոտ Ռիգոլետոյի տերով 1981-ին։ Նաև մեծո սոպրանո Մարո Պարտամյան արտասահմանի մեջ կդառնա հարազանոթ երգչուհի, որ կդարաձե հայ երգը։ Այս ամերիկի մասին աստագի հոդվածակիրը Հրաստան գկրե։ Հայ երաժշտությունը սիրող երդասարդուհիներ, եթե համախմբվին Գանաչյան երգչախումբին շուրջ եւ իբրև մնայուն անդամ կանոնավոր ընթացքով եթե հետևին փորձերուն, մեծանուն Վարպետին Պարսել Գանաչյանի Կուսան երգչախումբով վերջ կդած եւ սակայն այնքան անհամբերությամբ սպասող համերգները վերստին կրնան լսելի դառնալ Վարպետին անունով կյանքի գոչված Գանաչյան երգչախումբին կողմէ։ Մնայուն եւ իր ամերիկները բարդատրող երգչախումբը բահելը դժվար գործ է անկասկած։ Համասկայնի հովանավորությունը վայելող եւ մեր դոհմիկ երկերուն անտեպ սեր ու պաշտամունք ունեցող երդասարտներով գազմված Գանաչյան երգչախումբը գրնա եւ պետք է հաղթահարե այդ դժվար գործը։ Սիրելի ունգընտիրներ, այսիսով վերջ կգտնեմ մեր այսօրվան Լիբանանահայ խմբերքային արվեստի հայդակիրը, որ գրնակ դարձյալ ունգընտրել այցելելով Վանացայինի Գայկեչի արխիվներու բաժինը, ինչպես նաև Թիմադեդրի էջը։ Դարձյալ ցերետ կլանք հարաճիգա 5 շաբթի երեկոյան ժամը 5-ին։ Ցտեսություն։